Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք ամանորյա շատ համեղ բաղադրատոմս։ Պատրաստում ենք հյութալի, փափուկ, յուրահատուկ համեղ խոզի ազդր ջեռոցում, կներկայացնեմ նաև չամանի բաղադրատոմս, որը կքսենք ազդրի վրա պատրաստ լինելուց հետո։ Այս տարբերակով խոզի ազդրը պատրաստելուց հետո վստահեցնում եմ պատրաստման այլ տարբերակ չեք փնտրի, որովհետև միսը պարզապես հալվում է բերանում։ Տեսեք ինչ համեղ, հյութալի, համեղագույն խոզի ազդր ենք պատրաստել, որը մարացնելու համար նույնիսկ դանակ հարկավոր չէ։ Ջեռոցում պատրաստված խոզի բուդը վերջին տարիներին դարձել է ամանորյա տոնական սեղանների խորհրդանիշ և իր ուրույն տեղն ունի ավանդական ճաշատեսակների կողքին։ Այսօր միասին ճիշտ կմշակենք խոզի բուդը, կպատրաստենք մարինադ, ինչի արդյունքում միսը իդեալական կեփվի ջեռոցում և ոսկրային հատվածում արյան հետքեր չեն մնա։ Սա երկար տարիներ փորձված մեր ընտանեկան բաղադրատոմսն է։ Մնացեք ինձ հետ և տեսանյութը դիտեք մինչև վերջ, հնարավոր է, որ ձեզ համար մի նոր բան բացահայտեք։ Այս եղանակով կարող եք պատրաստել 8-ից մինչև 13 կգ քաշ ունեցող խոզի ազդրամիսը։ Ինձ մոտ խոզի բուդը կշռում է 9 կգ։ Նախապես պետք է հեռացնենք ծայրերի ոսկրային հատվածները, դրանք մեզ հարկավոր չեն։ Առանց ծայրերի ոսկրային հատվածների խոզի բուդը ավելի գեղեցիկ տեսք ունի և գեղեցիկ է նայվում նաև մատուցվող ափսեի մեջ։ Եթե ձեզ մոտ ճարպիշերտը 5 մմ-ից ավելի է, խորհուրդ կտամ բարակացնել, քանի որ ջեռոցում եփվելու ընթացքում ճարպը հալվում է և ապարդյուն կորչում։ Կես սանտիմետր խոզի ճարպը լրիվ բավական է հյութալի և համեղ խոզի բուդ պատրաստելու համար։ Բացի այդ, բոլորս էլ աշխատում ենք տոնական օրերին քիչ օգտագործել յուղոտ և ճարպոտ սնունդ, ինչը կարելի է ասել գրեթե չի հաջողվում։ Որպեսզի խոզի ազդրամիսը համեղ ստացվի, շատ կարևոր է, թե քանի տարեկան է եղել խոզը և ինչ տեսակի կերով է պահվել։ Այնպես որ միսը գնելուց առաջ մի փոքր հետաքրքրվեք խոզի ապրած կյանքով։ Ես ձեզ համար նախապես նկարել եմ գյուղական կոլորիտային տեսանյութ, թե ինչպես են մորթում խոզը և ինչպես են հեռացնում խոզի կաշին։ Սակայն ինչպես գիտեք, YouTube-ը սահմանափակում է նման տեսանյութերը և նման կադրեր չեմ տեղադրում։ Չնայած որ միսը նախքան օգտագործելը մի լավ լվացել էի հոսող ջրի տակ, տեսեք թե որքան արյունոտ միս է։ Մեր խնդիրն է, որ ջեռոցի մեջ միսը դնելուց մսի մեջ ընդհանրապես արյան հետքեր չլինեն։ Այդ պատճառով խոզի բուդը երկու կողմից սուր դանակով այսպես ծակծկում ենք, հատկապես լավ ծակծկում ենք ոսկրային հատվածներում։ Եթե մեծ խոզի բուդը, որը կշռում է 8-ից 13 կգ, այսպես մի լավ չենք ծակծկում և մարինադի մեջ չենք դնում, ապա ջեռոցը դնելուց հետո ոսկրային հատվածներում կարմիր է մնում և կարելի է ասել միսը լավ չի եփվում։ Եվ արյունն էլ մնում է մսի մեջ։ Վերցնում ենք մեծ պլաստմասե տարա և մեջը լցնում ենք 6 լիտր սառը ջուր։ Ավելացնում ենք յուրաքանչյուր 1 լիտր ջրի համար 1,5 ճաշի գդալ աղ։ Մի լավ խառնում ենք, որպեսզի աղը ամբողջությամբ լուծվի, այնուհետև այս աղաջրի մեջ տեղավորում ենք խոզի բուդը։ Երբեք չմտածեք, որ միսը աղաջրի մեջ դնելով միսը բավականին աղի կստացվի, միսը վերցնում է այնքան աղ, որքան հարկավոր է։ Հարգելիները, սա պարզապես աղաջուր է, խոզի բդի մարինադը չէ։ Այս աղաջրի մեջ միսը պետք է թողնենք 1 օր։ Միսը պետք է դնենք սառը տեղ պատշգամբում կամ ձեղնահարկում։ Չմոռանաք նաև ծածկել տարան։ Այս տարի եղանակը բավականին ցուրտ է, այնպես որ բաց պատշգամբը կարող է ծառայել որպես սառնարան։ Շատ կարևոր է, որ խոզի բուդը ամբողջությամբ ընկղմված լինի աղաջրի մեջ և բաց տեղեր չմնան։ 1 օրվա ընթացքում կարող եք մի քանի անգամ շուռումուռ տալ։ Տեսեք թե խոզի բուդը 1 օրվա ընթացքում որքան արյուն է դուրս տվել։ Ընդամենը այս մեկ պարզ գործողությունը կատարելով կստանաք իդեալական եփված և առանց արյան համի խոզի ազդրամիս և յուրաքանչյուր համտեսող ձեզնից բաղադրատոմս կխնդրի։ Շատ տնային տնտեսուհիներ համեմունքներ ավելացնում են հենց առաջին աղաջրի մեջ և թողնում 3-ից 4 օր, ինչը այդքան էլ ճիշտ չէ։ Այդպես միսը մնում է արյունոտ աղաջրի մեջ 3-ից 4 օր և մսից պարտադիր արյան համ է գալիս։ 1 օր անց թափում ենք ջուրը, լվանում ենք միսը և կրկին պատրաստում ենք նմանատիպ աղաջուր։ Այս անգամ համեմում ենք աղաջուրը, ավելացնում ենք 10-ից 15 հատ թափնու տերև։ Ես այս տարայի մեջ պատրաստել եմ նաև ընկույզի մուրաբա, տեսեք թե յոդը ինչպես է գունավորել այս տարան։ Որպեսզի մարինադից արտահայտիչ սխտորի համ գա, սխտորը պարտադիր ճզմում ենք, կարող եք նաև քերել քերիչով։ Այս մարինադի մեջ միսը 1 օր թողնելով միսը ամբողջությամբ մարինացվում է։ Եթե միսը պարզապես համեմում եք և դնում եք ջեռոցը, այդ դեպքում միայն մսի առաջին շերտն է համեղ ստացվում, քանի որ համեմունքները իրենց բույրը տալիս են առաջին շերտին,
իսկ ոսկրային հատվածում միսը ընդհանրապես համ չի ունենում։ Ավելացնում ենք 25-ից 30 հատ հատիկավոր սև պղպեղ և 2 թեյի գդալ չաման։ Մի լավ խառնում ենք մարինադը, որպեսզի աղը լուծվի և համեմունքները իրենց բույրը բացեն։ Այնուհետև մարինադի մեջ տեղավորում ենք խոզի բուդը։ Հարգելիներս, խոզի բուդը պատրաստելու այս բաղադրատոմսը ես սովորել եմ իմ հայրիկից, ինչպես նաև բաստուրմա պատրաստելու և սալ դնելու բաղադրատոմսերը։ Խոզի բուդը ամանորին մեր տանը միշտ պատրաստել է իմ հայրիկը, դա ընտանեկան ավանդույթ է։ Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ձեր տանը ով է պատրաստում։ Մարինադի մեջ դնելուց հետո խոզի բուդը կրկին դնում ենք սառը տեղ, օրվա ընթացքում կարելի է մի քանի անգամ շրջել։ Այս ծանրությունը երբեք չդնեք սառնարան, եթե ցանկանում եք, որ ձեր սառնարանը երկար կյանք ունենա։ 1 օր միսը հանում ենք մարինադի մեջից, սակայն այս անգամ միսը չենք լվանում։ Խոշոր սխտորի ատամիկները բաժանում ենք 4-ից 6 մասի և դնում ենք անցքերի մեջ։ Ես գազար չեմ դնում, քանի որ գազարը փոխում է մսի համը, սակայն գեղեցկության համար անցքերի մեջ կարող եք դնել նաև կտրատած գազար։ Հիմա պատրաստենք համեմունքներից խառնուրդ, որով պետք է պատենք ամբողջ խոզի բուդը։ Վերցնում ենք 2 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ, այն գեղեցիկ գույն կհաղորդի խոզի ազդրամսին, 2 թեյի գդալ չաման, 2 թեյի գդալ աղ և 1 թեյի գդալ սև պղպեղ։ Համեմունքները կարող եք օգտագործել ձեր քիմքին համապատասխան։ Մի լավ խառնում ենք և այս համեմունքներով ամբողջությամբ պատում ենք խոզի ազդրամիսը։ Հարգելիներս, տեսանյութի ներքևում կգրեմ սոուսների մի քանի բաղադրատոմսեր, որոնք կարող եք քսել ազդրամսի վրա այն պատրաստ լինելուց հետո։ Նշեմ, որ այդ բաղադրատոմսերը ես ինքս օգտագործել եմ և շատ համեղ արդյունք եմ ստացել։ Հարգելիներս, այս բաղադրատոմսով ես պատրաստել եմ նաև 14 կիլոգրամանոց հնդկահավ, ինչը ջեռոցի մեջ տեղավորելը այնքան էլ հեշտ գործ չէր։ Միսը դնում ենք սառնարան և թողնում ենք 1 օր, որպեսզի մի լավ համեմվի։ Այնուհետև միսը կարելի է եփել 2 տարբերակով, կամ միսը դնում ենք մի քանի տաք լավ ծալված փայլաթիթեղի մեջ և ամուր փակում, կամ դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ, որը նախատեսված է ջեռոցի համար։ Որպեսզի ջեռոցում եփվելու ընթացքում խոզի ճարպանի մաս չհալվի և չկորչի, այսպիսի գեղեցիկ կտրվածքներ ենք անում, որոնց շնորհիվ ճարպը կանցնի մսի մեջ և միսը ավելի հյութալի կստացվի։ Կարող եք ճարպի շերտի վրա ցանցի նման կտրվածքներ անել։ Խոզի ազդրը ջեռոցում պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 6-ից 8 մետր փայլաթիթեղ։ Այսպես իրար վրա մի քանի տակ բացում ենք փայլաթիթեղը։ Կենտրոնական հատվածում փայլաթիթեղը պետք է լինի 3-ից 4 տակ, քանի որ միսը երկար պետք է եփենք ջեռոցում, այդ ընթացքում մսի տակը չկպչի։ Խոզի ազդրը դնում ենք կենտրոնական հատվածում և որքան հնարավոր է մանրակրկիտ, որ բաց տեղեր չմնան, փակում ենք խոզի ազդրը։ Այսպես խոզի ազդրը եփվում է սեփական հյութի մեջ և անհրաժեշտություն չի լինում ջուր ավելացնել։ Կարճ ասած, խոզի ազդրը մի լավ բարուրում ենք։ Յուրաքանչյուր 1.5 կիլոգրամ մսի համար միսը պետք է թողնել ջեռոցում 1 ժամ։ Խոզի ազդրը ինձ մոտ կշռում էր 9 կիլոգրամ և 6 ժամվա ընթացքում այն իդեալական եփվեց։ Ջեռոցի տապակի վրա ես պարտադիր փռում եմ փայլաթիթեղ, որպեսզի եփվելու ընթացքում տապակը չվնասվի և ձեզ էլ խորհուրդ եմ տալիս։ Խոզի ազդրը դնում ենք ջեռոցի տապակի մեջ և տեղափոխում ենք ջեռոց։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 180 աստիճան Ցելսիուս։ Բարեկամներ, ջեռոցը նախապես տաքացնելու անհրաժեշտություն չկա։ Միսը դնելուց հետո անմիջապես պարզապես միացրեք։ Մինչ միսը եփվում է, պատրաստենք թանձուկը, որը պետք է քսենք անմիջապես միսը ջեռոցից հանելուց հետո։ Տարայի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ կարմիր քաղցր պղպեղ, ավելացնում ենք 1 թեյի գդալ կարմիր կծու պղպեղ և 1 թեյի գդալ սև պղպեղ։ Որպեսզի մեր պատրաստած խոզի ազդրը տարբերվող և յուրահատուկ համ ունենա, ավելացնում ենք կես թեյի գդալ օրեգանո, որը շատ լավ է համադրվում մսատեսակների հետ։ Մի փոքր աղ և բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք։ Ավելացնում ենք 2 ճաշի գդալ տոմատի մածուկ և 4-ից 5 ատամիկ սխտոր։ Հարգելիներս, եթե պատրաստել եք բաստուրմա և չամանը ավելացել է, ապա խոզի ազդրի վրա կարող եք քսել նաև բաստուրմայի չամանը, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Չաման պատրաստելու բաղադրատոմսը ևս կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ավելացնում ենք 2 ճաշի գդալ կետչուպ և 2 ճաշի գդալ ձեթ, որ գեղեցիկ փայլ կհաղորդի խոզի ազդրին, 1 թեյի գդալ չաման և 1 թեյի գդալ մանանեխի մածուկ։
Մի փոքր ջուր ավելացնելով խառնում ենք բոլոր բաղադրիչները, պետք է ստանանք թթվասերի խտություն ունեցող թանձրուկ։ Արդեն անցել է 6 ժամ և չեք պատկերացնի մեր տանը և ամբողջ շքամուտքով մեկ ինչ բույր է տարածվել։ Հեռացնում ենք փայլատի թեղի շերտերը և ստուգում ենք, թե արդյոք պատրաստ է ազդրը։ Վերցնում ենք երկար փայտիկ և միսը մի քանի տեղից ծակծկում ենք։ Փայտիկը շատ հեշտությամբ պետք է մխրճվի մսի մեջ և այրան հետքեր պետք է չլինեն։ Միսը պարզապես իդեալական է եփվել և ձեռքի մեկ շարժումով կարելի է հեռացնել ոսկորները։ Որպեսզի մեր պատրաստած խոզի ազդրը ոչ միայն շատ համեղ լինի, այլ նաև գեղեցիկ տեսք ունենա, քսում ենք թանձրուկը և դնում ենք ջեռոց, թողնում ենք ընդամենը 2 րոպե։ Շատ տնային տնտեսուհիներ սոուսը քսում են միսը ջեռոցից անմիջապես հանելուց հետո և այլևս ջեռոց չեն դնում։ Այդ տարբերակը ինձ այդքան էլ դուր չի գալիս։ Տաք ջեռոցի մեջ սոուսը ներթափանցում է մսի մեջ և մի փոքր չորանում է, այդպես այն ավելի համեղ է ստացվում։ Ինչպես նկատեցիք, սոուսի մեջ չօգտագործեցինք կաթնամթերք, իմ կարծիքով դա լրիվ ավելորդություն է։ Խոզի ազդրը դնում ենք ջեռոց ընդամենը 2 րոպե, այնուհետև հանում ենք։ Մեր համեղ, փափուկ, հյութալի խոզի ազդրը արդեն պատրաստ է, կարելի է մատուցել։ Գալիք տարին ցանկանում եմ, որ լինի խաղաղության, առողջության և հաջողության տարի բոլորիս համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։